Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրան դեռ 90-ական թվերից մի բարերար մարդ, որը մեծատառով մարդ է, որը մեծահոգի, հայ մեծացած, նախ սկսենք նրանից, որ նա մեծացել է մանկավարժի ընտանիքում, արդեն Կալինինոյում, դա ամեն ինչ է ասում եւ նա հայրենասեր է, դա չի նշանակում, որ ես էլ եմ այդ ժամանակները լքել Հայաստանը, ստիպված լինելը, որտեւ իմ ամուսնուն եւ իմ ընտանիքին եւ չէին թողնում բիզնեսը մալի բիզնեսը զարգացնել։ Մենք ստիպված ենք եղել լքելով, բայց դա չի նշանակում, որ ինքը հայրենասեր չի։ Իսկ պարոն Փաշինյանին ես արդեն ճանաչել եմ դեռ 93 թվականներին, որպես մանկավարժ դասել եմ տվել։ Այո։ Չխոսանք դրա մասին, Ժորժ ջան, 2000 Այո, ճիշտ է, աշակերտ էր։ Նա միջին 3 թվանշանի սովետի վաղտվա 3-ի նշը։ Ես համասարանում արդեն ինֆորմացիոնվեց ռուսերենի մասնագետ եմ ինքս, ռուսաց լեզվի ֆրանսերենի մասնագետ եմ։ Իսկ երկու բառ չէր կարողանում, իսկ հայերենը չէր կարողանում կազմել ինքը, նախադասություններ կազմել։ Իսկ 2001 թվականին ես աշխատել եմ լիտերատուրնա Արմենիա խմբագրությունում, կարամ փակագծերը բացեմ։ Այդ ժամանակ ես խմբագրի տեղակալն էի եւ մեզ խնդրեցին մի հոդված գրել, խոսքի անմեղ մարդու համար դարձնել այսպիսի, այսօր Սամվել Կարապետյանի նման։ Մենք բոլորս հրաժարվեցինք մի քանի խմբագրություններ, իսկ նա դեռ սկսնակ էր այդ ժամանակ։ Շատ սիրուն գտան իրան եւ բան չունեմ ասելու, հիմա թող ինձ տանեն ստեղից են, բայց մարդը $800 վերցրեց, առաջարկեցին իրան։ Այդ օրվանից հետո ես իրան որպես ժուրնալիստ, չեմ не признаю, այդ օրվանից ինքը ծախվեց միջև առ այսօրս։ Եվ մի մարդ, ես իրան շատ լավ գիտեմ, որտեղ աշխատել եմ փակ բաժիններում, էլ չեմ ուզում հիմա արդեն շատ բացահայտվեմ։ Երկուսին է շատ լավ ճանաչում եմ, եւ Սամվել Կարապետյանիներին, ընտանիքով, կնոջով, ամեն ինչով մենք նաև Թիֆլիսի հայեր ենք մամայից կողմից, բայց որ ճանաչում եմ Փաշինյանին, շատ վատ։ Ես իր մայրիկին եմ ճանաչել, մենք իրան շատ լավ ճանաչել ենք։ Դեռ որ Լևոն Պետրոսյանի ժամանակ ես որպես կարեկտոր էի աշխատում, այդ փակ բաժնում, այդտեղից ես դեռ ոչ, այդ դրա հետ ես աշխատանք չեք ունենալու։ Դա շատ Դա միայն թույլ մարդը կարող է խոսել դրա մասին, դա մենակ վախեցողը թույլ է անգրագետ։ Մի մարդ, որը չի կարողանում ներկայացնի երկիրը, մի մարդ, որ չի կարողանում ռուսերեն ներկայացնի մեր երկիրը, եւ գենոցիդը, որ այսօրվա դրությամբ ես դրան երբեք չեմ ների այդ բանը, որ քանդում է։ Եկեղեցիները միանշանակ եւ ծիծեռնակաբերդի Չգիտես ինչի համալիրը 100 տարի մենք ոչ մի կարիք չունենք, հանգարցակի այդ կարիքը ունեցանք։ Եվ այսօրվա դրությամբ չգիտես ինչի մենք շատ լավ պարզ գիտենք։ Այո, Պարզ չի, ամեն այո, Ավակյան նայր։ Բարև ձեզ հարգելիներս, այո, բարև ձեզ հարգելիներս, Կարապետյան Սամվելը մեծատառով, մեծահոգի հզոր մարդ է, նրա նման մարդիկ հայ ազգին շատ են պետք, ինչի համար է բռնե փակելակիչ չի մի հատ էլ բոմժը անվանում, ինչի այդպիսի մարդկանց բոմժ համարելը իրավունք չկա, շատ է որ ինքը քաղաքապետ է, շատ է որ ինքը քաղաքի Եթե քաղաքապետը լներ կարգին, այս հայ ազգին չէր կայնացնի կործանման կետին, ինքը այս 6 տարվա մեջ 4 հատ կռիվ է բերել, հայ ազգին կայնացել է կործանման կետին, ինքը որ պետք է այդ հողերը տար, ինչի սարքեց այդքան պատերազմ, այդքան ջահելի գլուխ կերավ, ինչի համար որ պետք է հայ ազգին սարքեր կործանման կետին այդքան հայ ազգին պարկացներ ջահելներին, հիմի սաղ աղջիկները մնացել են, ազգը կործանեց, չի կարա ազգը բարևաճի, որովհետև տղամարդ չկա, որտեղից պետք է ծնունդ լինի, Կարապետյան Սամվելը մեծահոգի մեծատառով մարդ է, սաղ կառույցները իր ձեռքերով է, իր հունարով է, 90-ական թվականներին ինքը կայնած ա եղել հայ ազգի կողքին, ինքը միշտ էլ օգնել է, ինքը բարերար է, որ քաղաքը մտնում է լրիվ իր շինարարություններն է, բոլորը
Ուսանողները լրիվ իրան հարգում են որպես քաղաքացի, որպես մեծահոգի մարդ։ Բայց Փաշինյանը ինչ է արել։ Ինչ է, ոչ մի բան չի արել։ Խաղաղությունը, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը։ Ինքը, այո, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը։ 4 տարվա մեջ, 6 տարվա մեջ 4 հատ կռիվ է բերել։ Ինքը ասում է, եթե ես չլնեմ սեպտեմբերից, ինչի՞ է շեշտում սեպտեմբերից, որ կռիվ կլինի, մեծ պատերազմ կլինի։ Ես իմ քրոջ հետ խոսում եմ, ինքը ասում է, ես վախենում եմ։ Մտել են հիմնարկ, ասել են, եթե չպասպանես Փաշինյանին, դուք դիակ եք։ Ինչի՞, բոլորին վախի մեջ է պահում։ Չեմ շեշտի, բոլորը գիտեն, որ ինքը վախենում է, այո, ինքը վախենում է, բոլորին վախի մեջ է պահում, բոլորը վախենում են իրանից։ Կարապետյան Սամվելը պարզ, հպարտ, հզոր մարդ է, որը կայնած է հայ ազգի կողքին, որը օգնում է միշտ հայերին, բայց ինքը ինչ արել, այս 6 տարվա մեջ ինչ արել, ոչ մի լավ բան չի արել, իրա ոչ, թոշակները ասում է, որ կբարձրացնեմ, հիմա ինքը գիտի ինչ անում, հիմա է ուզում բարձրացնի, որ ժողովուրդ իրան ընտրեն, բայց իրան ոչ մեկը չի ընտրի, ով ընտրելա փոշմանելա, որովհետև ինքը ընտրելու մարդ չի, ինքը հեծանիվից հել է Սամայլոտի վրա մարդկանց ձեռա, մատների արանքով է նայում մարդկանց, այո, ինքը վախկոտ է, ինքը ոչ թե մենակ անունից է վախենում, իր նկարներից է վախենում, հաղորդում է հանեք նկարները, հանեք իր անունը, հիմա է վախենում անունից, ինչի համար, որովհետև ինքը շատ մարդու գլուխ ակեր է, վախից ինքը չգիտի ինչ անի, ինքը վախից չի կարող իր գլուխը դնի բարձին, սրտիկներ ա ուղարկում, նշաններ ա սարքել, հայ ազգի հողը տվեց իր ազգին, ես գիտեմ, որ ինքը հայ չի, իր ազգին փոքրացրել, սարքեց մի փոքր նշան, որ այդ բրոշկեն տեղավորվի իր ադոշին, չի ամաչում, քաղաքներով ֆրում է, գյուղերով ֆրում է, նշաններն ա բաժանում, այդ բրոշկեքն ա բաժանում, դրանցով ա մարդ սրտիկներ անում, բա լուրջ տղամարդը սրտիկ կանի, առավոտը շուտ սրտիկներով ա մարդկանց բարևում, լուրջ տղամարդը սրտիկներ չի ուղարկի, այ լուրջ տղամարդը ես տեսնում եմ Կարապետյան Սամվելին, մեծահոգի մեծատարով հզոր մարդ ա։ Այո, ես խնդրում եմ ես ավելացնեմ այն, որ ես 2019 թվականից իր պատճառով ես մնացի անզուրկ մանկավարժ, քանի որ ինձ կանչեցին դասի ժամին, երբ որ ինքը ընդունվեց, ինձ կանչեցին, ես ունեի ընդամենը 30 ժամ, դասավանդում էի ռուսերեն եւ ֆրանսերեն, եւ ինձ հանգարցակի կանչում են դասի ժամին եւ ասում են Կարպիսովնա պետք է ներկայանաս տնօրենի մոտ քննության, անսպասելի ձևով։ Խնդիր չկա, ես մոտիկանում եմ, քննությունել հանդեցիք բան, բայց ինձ սենց արեցին, կներեք, но мы не можем вас, вы хороший педагог, но увы։ Ընդունեցին ջայլ աղջիկ, Իջևանը գրած, դիզայն կուլտուրա ավարտած ֆակուլտետը եւ այնտեղ անգամ город Իջևան, по-русски написано с маленькой буквы։ Էլ ոչինչ չեմ ասում։ Այդքանը, որ այսօր ես իր պատճառով չեմ կարողանում էլ ոչ մի դպրոց մտնեմ, քանի որ կա շարքը չվերացավ, դուրս գալուց ժողովուրդ ջան անմիջապես ասել եմ ոչինչ չփոխվեց, երբ որ բոլոր մեր օտար լեզվի ֆակուլտետը ինձ սպասում էր եւ ասեցի ոչինչ չի փոխվել, երբ որ ինձ կանչեցին հաջորդ դպրոցները եւ ասեցին $2500 կտաս, մինչեւ $5000, խնդրեմ կնստես ու շուշուի կամ տնօրեն, քանի որ ունեի եւ տնօրենության հավաստագիր։ Այսքանը կարամ ասեմ, որ սարսափելի է, ես բան չեմ ասում։